Դիմավորեք Մագա Հարությունյան մեր եթերում։ Ոպա, Լևոն։ Հիմա Բրազիլիան մի խնձոր ունի, որպեսի հաղթի պիտի 4 էլ հավաքի։ Կրկնությունով 11 մետրանոց նայի բրցի։ Ռում սենց դիշ կրակումա են։ Մբապեն որ դրա ռմբարկու կդրա ռմբապե։ Գնդակ, գոլ։ Լավա։ Սաղի տրանսֆեր եմ անելու։ Սարձակ շեստի չեք դուք իմ հանդես։ Դակա եկավ։ Բոյե կապուտ։ Որ այսենց է կանգնած։ Կոտ պարակվա իմ հետ պամելով։ Ասում եմ խառնվեք կամ բաժանեմ։ Ֆուտբոլիստի վրայից է հանեի։ Արի որ աղբեր ես։ Կվասի սիբո չէ, կվասի մոդո գիտեմ։ Բապե, անցի տուն։ Հագեք խաղը, վերջ։ Ողջույն, ես Սամվել Սուքեսյանն եմ, իսկ դուք դիտում եք Corner Մունդիալի 3-րդ թողարկումը։ Ես Ռաֆայել Ջալալյանը եւ Լևոն Բեգլարյանը ամբողջ աշխարհայացության ընթացքում ձեզ փորձելու ենք պահել ամենալավ տրամադրության մեջ, բայց իհարկե հիանալի հյուրերի հետ այսօր շատ հետաքրքիր հյուր ունենք։ Նա չի ասում, «Էս ինչ սիրուն գոլ էր», այլ ասում էր, թե ինչ սիմպոյա էս գոլ խփողը։ Նա չի կարծում, որ Կրիշտիանո Ռոնալդոն տարիքն առած է, դե ճաշակի հարց է։ Եվ նա չի գնում մարզադաշտ, քանի որ դե այդ տղերքին էլ ինչ-որ ուշադրություն պետք է։ Դիմավորեք Մագա Հարությունյան մեր եթերում։ Ոպա, Լևոն ֆուտբոլ պլյուսը։ Հացացրեցին դու ֆուտբոլ պլյուսը, Լևոն։ Դες քո անունի վրա ոնց ինքը սենց ոնց որ շայթերգինին, տակարգինին փրփրած, բարի գալուստ Մագա ջան մեր եթեր։ Հաճախ է այսպես քո անունը ասելուց տակառը գմփում։ Եղել էր այդպեսի։ Այո, միշտ։ Միշտ, դու սովոր ես, այսպես սովոր ես։ Այո, բոմբ է այստեղ։ Չարեց, ճիշտ է, մեր թերթը իմացած է, բայց շարունակում ենք եթերը։ Ես ասեմ ավելի լովի տակ է թաց։ Ես եմ ամբողջովին թաց։ Էլով կխմի տակար, լավ, մենք այո, կխմենք, շնորհակալություն տվեք։ Իրականում տակառը արդեն ասոցացվում է ոչ միայն հաղթանակների հետ, այլև նաև մեր հյուրերի հետ եւ միշտ գմփում է մեր հյուրերի անունները լսելուց։ Ողջույն։ Ինչպես ես։ Շատ լավ դուք։ Շատ լավ ենք, մենք այստեղ հավաքվում ենք սովորաբար ֆուտբոլ քննարկելու համար։ Հիմա աշխարհի առաջնությունն է գնում, տեղյակ ես։ ֆուտբոլի։ Լսել եմ, այո։ Բայց նաև թենիսի։ Թենիսի լա գնում, այդ էլ մենք չգիտենք։ Բայց մենք էլ այդ չգիտենք։ Այո։ Ինչից գաղափարում։ Ֆուտբոլ նայում ես։ Ճիշտ ասած ոչ, եթե դիտում եմ, լավ, ավարտեք եթերը։ հաճույքի համար ընկերների հետ, բայց չեմ հասկանում ոչ մի բան։ Լավ, եկեք հասկանանք, այս հաղորդման մեջ մի հոգի կա, որ ֆուտբոլ դիտում է։ Ես չեմ դու Հայաստան ես նայում, ոնց է։ Դե մնացի ես։ Մենակով արի վարի։ Դիտում ենք, բայց ոչ 5-ի խաղերը կարծում, 3-ի 5-ի խաղերը։ Գիշերվա, հասցնում ես դիտել։ Պարբերաբար, նայած, եթե քունս չի տանում, լինում է մեկ-մեկ։ Ես ուզում Մագային հասցնեմ։ Դու գիտես գոնե դե լսել ես որ աշխարհություն, որտեղ է այդ աշխարհի Հա, առաջնությունը։ գիտեմ, Ամերիկայում։ Ոչ միայն։ Էլի որտեղ։ Հա, որտեղ առհասարակ Չէ, որտեղ հիմա է, Դա բարի օգտեմ, Ամերիկա, Այսարի Հայաստան։ կոմբոյա։ Ամերիկա, Կանադա եւ Մեքսիկա։ Միասին է։ Ես գիտեմ։ 3 տեղ։ Հա, չէ, միասին է։ Ամերիկան գրավել է Մեքսիկան եւ Կանադա։ Ապրես։ Ամերիկան ամբողջ վերմակը իր վրա է քաշել ուղղակի դրա համար։ Ու խաղերը տեղի ունենում հիմնականում մեզ համար ոչ հարմար ժամերի։ Գիշերները 3-ին, 5-ին դες խաղեր կա, բայց հիմնականում առավոտ 8-ին էլ կա, օրինակ։ Կրկնություն չկա։ Իմաստ չի ունենում կրկնությունը։ Բոլը դա ոնց որ Ֆուտբոլի կրկնությունը ոչ մեկ չի նայում, Մակ ջան։ Որտեղ հաշիվները արդեն իմանում ես։ Հա, արդեն իմանում ես բոլոր տեղերը գրված են։ Հա, ճիշտ է։ Բայց գոլերը նայում մեկը զանգում ապետ է, ոնց հաղթեց խոսքի Մարոկոն, արդեն ասում ես մերսի։ Լավ, իսկ գոնե հավաքականների մարզահակուսները տարբերում ես իրարից։ Ասենք օրինակ Սամոյի հակին։ Ինչ կլինի այս լոգոն քո կարծիքով։ Վրանը մի հատ ասում։ Երեքա տարյուց է։ Արուց ինձ մենակ մի բանի մի մարդու հետ ասոցացիա։ Չէ, ճիշտ ասում։ Ասենք թե հիմա ես ինչ ասեմ ինչ։ Ասենք դες ինչ Մագայս Հակեսյանը։ Համապատասխան ինքը լավ հավաքական է, իրականում կարող ես 3 առյուծ, 3 առյուծ։ Առյուծներով ինձ մի հարցրեք։ Խնձորներով հարցրեք։ Լավ, իրենց մականունը 3 lions, այսպես։ The 3 lions։ Ես էլ չգիտեմ։ Տենց ասեց, էլի, հա, ինչ տենց ասեց։ Հա։ 3 lions։ Չգիտեմ, ես մտածում եմ, այս գույները ավելի շատ նմանացնում եմ Ռեալ Մադրիդի Այո, ես էլ եմ։ Ճիշտ է։ Ճիշտ է, Ռեալ Մադրիդի։ Արի ֆիքսենք։ Չէ, մարզահակուսի գույները Ռեալ Մադրիդի բայց արի ֆիքսենք, որ մենք խոսելու ենք այսօր հավաքականներից։ Աշխարհի առաջնության խաղում են երկրները։
ոչ թե ակումբ, Ռեալը ակումբ է, Իսպանիան երկիր։ Այդ ամենաբարդ բանն է աղջիկների բարձրացնելը։ Անգլիան երկիր է։ Տեսեք Մագանես էս հա։ Okay, գո ասածն է, տենց աս։ Բայց ես երազում եմ գնամ Ռեալ Մադրիդ։ Ես- Մի հատ հանգստացրեք։ Ես հակել եմ։ Մի բան ասեք եւ Հանգիստ, հանգստացեք։ Միայն ես եմ որ գաղափար չունեմ Ես եմ, որից ու ես նստած եմ Ես եմ, ես Մինչեւ եղած հյուրերը կամ ինձանից հետո Վայ, Նինա Տիտանյաններ, բոլորիցս լավ գիտեմ։ 1000 անգամ ստադիոն եմ գնացել եւ եղել է քեզնից առաջ Հայաստանի հավաքական դարպասապահ Օգնեն Չանչարևիչը, չգիտեմ ինչքանով է նա ֆուտբոլիստ է։ Չի նայում, հիմնական չի ես նայում։ ուզում ասեմ մենակ ես Մենակ գոլերից է նայում։ Ինչեր այդ ֆորման չգիտեր, որովհետև երբեք Անգլիայի դեմ չեն խաղացել։ Նա ես օրինակ հակել եմ Խորվաթիա։ Ես ունեմ պատճառ, նես չի որ Խորվաթիա շատ եմ սիրում, բայց պատճառ կա, ես դեմ եմ Պորտուգալիայի, որ Պորտուգալիա հակառակ ես ձգում։ Ես հակա պորտուգալացի եմ այսօր։ Մեսին դառնա աշխարհի լավագույնը, Ռոնալդոն լինի երկրորդը։ Ահա ես այնքան չեմ հասկանում ֆուտբոլից, որ ես երկրպագ եմ ուղակի այն երկրին, որտեղ որ եղել եմ։ Որտեղ որ եղել ես, Օրինակ ես Պորտուգալիայից շատ սիրում եմ։ Մտածում եմ որ Պորտուգալիան Ուժեղ Արգենտինա չես եղել։ Խորվաթիայի հետ է խաղալու։ Արգենտինա չեմ եղել։ Այ Խորվաթիա չեմ եղել, դա մոտ Պորտուգալիան հաղթի, քո ինա դու։ Տեսա Բեռնեց Խորվաթիան եւ Լևոնը հակել է, կարող ես գուշակել որ։ Հայաստանի հավաքականն է։ Լևոն ջան, ինչ ես հակել Հայաստանը։ Մի հատ մագային նախապատվություն։ Ուր Նախապատվություն։ Նախապատմություն սա է։ Լևոնը մենք որոշել էինք առաջին հաղորդման բոլորս հակնել այն հավաքականի մարզաշապիկը, որին երկրպագում ենք։ Մենք հակել էինք adekvat մարզաշապիկը, այս երիտասարդը հակել է Ջամայկայի մարզաշապիկը, որտեղ գեղեցիկ է։ Ջամայկան չի մասնակցում։ Ինքը չգիտեր որ Ջամայկան չի մասնակցում։ Տեղին կանաչավունը լավն է։ Մենք Մենք այդտեղ այդտեղ որ ասեիք մարզահակուստով Դու էլ Ջամայկա կհակես։ Չէ, ես էլ տենց կգնայի կչնայած, որ ես ունեմ PSG-ի ֆորմա։ Ես այդ ընդերից եմ առել, չէ։ Հենց ընդերից։ Այսինքն դու Ֆրանսիայում ես եղել։ Ահա։ Այսինքն դու Ֆրանսիային ես երկրպագ։ Փարիզում եղել ես Փարիզ։ Շատանում են հավաքականները գնալով։ Ես վա։ Всё, դու համարենք Ֆրանսիայի բալեշի Իսկ ես։ որ ես իմ գլխի վրա կարճ մազերից սանրվածքի վրա ներկել էի ու կտրել էի PSG-ի լոգո։ Ճիշտ է։ Այդ Իսպանիայում ես։ Հենց հիմա նայեմ սպասի։ Այդ դու ես։ Դրա համար եմ կտրել։ Լևոնն էլ է դրա համար Ես կտրեմ դա կտրեմ, просто ինձ չի երևում։ Ֆրանսիա չի գնացել։ Նու իմեջում այդքան շատ չեմ պոստերը։ Մոնտաժի ժամանակ կգտնես կդնես։ Հա, չէ, հիմա ուզում գտնում։ Ապիշիկը չես ունենա դու, Մարգան։ Կապույտներ հասան։ Պոստերը շատ չեն։ Այ, ահա, ոտ, հիմա Օրը եղել է տենց Դա դա էկրաններում խնդրում։ Խնդրում եմ հենց հիմա Կրուպլիով ցույց տուր ընդ Կրուպլիով։ Գնացել եմ ստադիոն, հատուկ Կռուպլիով ուրիշ բաներ։ Չէ, էդի մի ցույց տուր, PSG-ն։ PSG-ն խաղում է աշխարհի առաջնությանը։ Նայ, Լևոնը երկրորդ հաղորդմանը Պարզվեց Ջամայկան չի- Իտալիա, որոշեց գնալ խելացի քայլով, ուժեղ հավաքական։ Հակավ Իտալիայի մարզաշապիկը եկավ, պարզվեց Իտալիան չի խաղում։ Պատկերացնում ես Իտալիան, չէ, Իտալիան չի խաղում աշխարհի։ Հիմա խնդրում եմ ասել, ինչ ես հակե Հայաստանի մարզաշապիկը։ Հայաստանը հաստատ գիտես, որ չի Քանի որ խաղում։ առաջի երկուսը չէին մասնակցում, թող լինի երրորդն է չմասնակցող, բայց հույս ունենանք, որ հաջորդ առաջնության Հայաստանի Այսինքն հավաքականը խմենք, այսինքն խմենք։ հաղորդման հաջորդ եթերաշրջանին պետքա վառել է, որ չհակնես դու, որ հակնես չեն խաղում։ Վերջացնենք մարզաշապիկների պատմությունը, Լևոնը, այո, լավ, հասկացանք Հայաստան ես հակել, մարզումային ֆորման ինչի ես հակել։ Այսինքն մարզումային ինչ է, ես գնացել մարզումային խաղում Սա մարզումային ֆորման է Հայաստանը։ Մարզումային ինչ, այսինքն մարզերում են, Չեն խաղում։ այսինքն մարզերում են խաղում, Այսինքն վեդիում են խաղում սա։ Մենք ինչ շատ ինֆորմացված չենք։ Այսինքն հակել են մեր կանալին, Խառը այսպես բաներ են ասած։ անում, այո։ Բայց Հասկացանք, սպասի, մարզում, այսինքն նորմալ չեն որտեղից ես վերցրել այդ մարզումային ֆուտբոլիստ։ Խանութից։ Ֆուտբոլիստը լավ մարդ է։ Ֆուտբոլիստ խանութից։ Ֆուտբոլիստի վրայից է հանել։ Ֆուտբոլիստի վրայից հանել եմ Չանչարևիչի։ Ժամանակ։ Չանչարևիչի, իսկ մեջքից ոչ ման գրած չի, չէ։ Հուսով եմ չէ։ Հա, չէ, լավ է։ Չէ, բայց որ սենց շարունակվի մի բան կգրենք։ Արժի չէ գրել միս։ Այո, մեր մարզահակուսները մեզ տրամադրել է ֆուտբոլիստ խանութ սրահ, Մաշտոցի 7/5։ Այո, գնացեք եւ բազմազան տեսականուց օգտվեք նաեւ դուք։ Մագա, կարաս օրինակ PSG-ի խաղաշապիկ, մենք քեզ կնվիրենք։ Ես ունեմ մի ամբողջ ֆորմա, այո։ Մի ամբողջ։ Այո, նասկիներից Ամբողջական, օ։ Ունեմ ուրիշ բան, ուրիշ ֆորմա կընտրես, այդ կնվիրենք քեզ ֆուտբոլիստ խանութից։ Կարող եք պարզապես Երևան-Փարիզ Դոմս նվիրել։ Ես կգնամ Կարլես, ես կգնամ Կարլես։ Խելացի մագա։ Սիրելի հետևորդներ, այսքանովս բոլորովս ձեզ մի հատ կոչ ունենք, եղեք ակտիվ այս տեսանյութի մեկնաբանություններում, եղեք ակտիվ դիտելիս այս տեսանյութը, տեսեք ինչ գեղեցիկ հյուր ունենք այսօր եւ ինչքան թաց է այս պահին Լևոնի խաղաշապիկը հարգելով դա, խնդրում եմ դիտել այս եթերը եւ շատ ակտիվ լինել, լայքեք, թող տարածվի, խնդալու բան ենք արել, նայեք, ժողովուրդ։
Հետաքրքիր։ Մագան ֆուտբոլ սովորել։ Վերջի վերջո, այո։ Եվ կտեսնեք թե Մագան ինչքան լավ է հասկանում ֆուտբոլ։ Այո, հետո որ ես օրինակ ֆուտբոլային օրերից թորիներ կանեմ, չեք ասի։ Չեք զարմանա։ Դու որ օրվա ֆուտբոլն Այն օրվա։ Այս վիդեոն կդնես։ Այսօր ինչ օր ա։ Դու եւ դոկտոր Հունիսի 30-ի։ Կասի որ օրվա կա հունիսի 30-ի ֆուտբոլ նայողն եմ կասես դու եւ կճպացնես բոլորին ինֆորմացիան։ Մի բան էլ ասենք, որտեղ ենք դիտում, որտեղ ենք հիմա գտնում եւ որտեղ ենք դիտում խաղերը, գտնում ենք Food Park by Downtown-ում, որտեղ բոլոր խաղերը կարող եք դիտել հետաքրքիր մթնոլորտում։ Food Park-ում հուլիսի 4-ից վերևը արդեն բացօթյա կանաչ խաղադաշտ է լինելու, այդտեղ մեծ էկրանով կարող եք դիտել բոլոր խաղերը։ Հրավիրում ենք նաեւ դիտան, Փարիզ չի, բայց հետաքրքիր է լինելու։ Հատկապես եզրափակիչը։ Հա, միջոց Ֆրանսիան է Ինչքան է տևելու այդ ամենը։ Խաղը առասարակ այո, մեկ Հուլիսի 19-ին ավարտվում է աշխարհի առաջնությունը, հուլիսի 19-ին եզրափակիչը։ Ժամանակ կա, Այո։ ահագին ժամանակ կա։ Մարդիկ կարող են նույնիսկ գալ այստեղով անցնել, գնալ դեսպանատուն, ստանալ օքեյները, գնալ Ամերիկա նայեն։ Իսլան գծեցիր, ապրես։ դա այդպես էլ կարող եք անել, եթե կհասցնեք։ Տեսեք, սիրելիներս, սկսվել է աշխարհի առաջնության ամենահետաքրքիր փուլը։ Այո, play-off։ Եթե չգիտեք, իսկ դուք չգիտեք։ Իսկ դուք Ես շատ կամ գիտեմ, ես Նորվեգիա է բարի տալում, Նորվեգիան հա։ Play-off-ը ինչ է, Լևոն։ Play-off-ը, եմ գրուպավոյը որ կա, այդի պրծավ, Այո։ սկսես play-off-ը։ Ով դեմի երկու տեղներ գրավ է։ Գրուպում 4 հոգի են։ Ինչ գրուպ է։ Ցես գրուպով հավաքվում են իրար հետ ինչ-որ բաներ են անում։ Ֆուտբոլ են խաղում։ Առաջի 4 հատա, առաջի 2 հատով գրավեց, անցնում է play-off։ Իրար դեմ խաղում են, ով գրվեց դուրս է մնում։ Ես ինչքան նայել եմ, տենց բան չեմ տեսել։ Ու 4 հոգի։ Չես տեսել որ դաշտում 4 հատ թիմ է խաղում։ 4 հոգի։ Լավ, ամեն թիմում քանի հոգի է խաղում դե Տես ասա։ չի։ Ամեն թիմում։ Չէ, քո կարծիքով օրինակ։ Ես ում 10-ից ավել ամենը։ 10-ից մի հոգի ավել։ 11։ Այո, հա, մի հոգի ավել է խաղում։ Սերիալ կա է։ Ընդհանուր 22։ Հա, երկու թիմում։ Հիմա սկսվել է play-off փուլը, այսինքն 1/16-րդ եզրափակիչն է։ Թիմերը երկու զույգերով խաղում են իրար դեմ, պարտվողը դուրս է թռնում։ Հաղթողը անցնում է 1-8, հետո 1-4, հետո եզրափակիչ, հետո եզրափակիչ։ Այո։ Ահա։ Ավելի մանրամասն։ Ֆուտբոլը դա խաղում են կլոր գույնի sense մի հատ բանով։ Կլոր գույնի։ Կլոր գույնի։ Էսա։ Լավ է։ Նայեք, ինչի եմ ուր եմ տանում էլ այս ամեն ինչը։ Ուր ես տանում Ռաֆայել։ Մենք արդեն ականատես եղանք մի քանի play-off խաղերի, որտեղ արդեն անակնկալներ տեղի ունեցան։ Զզվելի։ Օրինակ ըստ քեզ Գերմանիան ուժեղ թիմ է։ Յանտած լագիչնի։ Բա ինչ պետք է լինի։ Հա, չէ։ Հա, ճես։ Գերմանական ավտոները Իսկ լավ են։ Պարագվայը Պարագվայի ինչ որ բառա։ Պամելայոտ ինչ որ Fake Uruguay-ն է, էլի։ Պարագվայը։ Ինձ երկու հատ Պարագվայի, մի հատ Պամելո։ Բայց թարմ չի ձեր Պարագվայը։ Բայց Հարավային խաղում են, Ամերիկա։ հա։ Հենց այդ է խաղում էին։ Երիք չի խաղում էր, երիք չի խաղում էր։ Play-off Գերմանիայի Երիք չի դուրս եկա։ Գերմանիան հաղթեց։ Հասկանում ես։ Գերմանիան պարտվեց 11 մետրանոց հարված, գիտես 11 մետրանոց Այն որ Աբրես, աբրես։ խփում են։ Շատ լավ է, շատ լավ է։ Այն որ մի հատ կանգնած փագում Այդ է Էդի չի, էդի չի։ Այն 11 որ վրատարն է ու տշողը։ Ահա։ Այն որ դեմ, էսի Երկու գոլ։ հոգով են Չի գոլն է, տշողը է։ Okay, հա, էլի, բայց Ինձ էլ են տես բացատրել, ես երեք եմ իմացել։ Այո, թունելից։ Այո։ Այո, 11 մետրանոց հարվածաշարով Պարագվայ հաղթեց Գերմանիային։ Այո, բայց միջև այդ 120 րոպե Դե տանջվեց, ձգեց, Բայց մինչև այդ ամբողջ կյանքում կրվել է, չէ՞, մինչ Գերմանիային։ Պարագվայ, դե Պարագվայ, բայց հա։ ասենք Մի հոգու ես գիտեմ։ Ես եմ հոգի։ Խոսելույս չելավեր։ Ապրես։ Որտեվ այդ թվային նայում է, էլի։ Այո, Եվ Ռոկե Սանտա Կրուզ։ Տենց է կա։ Բավարիայում էր խաղում։ Դա արդեն իմ համար սերիալի կերպ է։ Չիլավերտը դարպասապայր ով գոլեր էր խփում։ Դրանից գիտենք միայն։ Հերիք է, էլի։ Հա, դե չէ, ուրիշ բան Պարագվայի մասին չգիտենք։ Մեկը եզեր, սաղին խփում բաներ անում, սենց Հա։ շուտ դեմ։ Այն նա կարողա Խփելով գնել որ կարողանալ մի խոսքով այո Գերմանիան դուրս մնաց, դա շոկային է։ Էլով դուրս մնաց։ Տենց բան։ Հա, արի չկծնենք։ Ես դա թակուն մեին գաբար շշերի հետ Ո՞նց տալիս է քդիս, Հա, ասում ինձ էլ ես խնդրում երբ լցրեք կառաջարկեն այդ ինձ խմել։ Բևեր գարեջրից ինձ էլ լցրեք։ Բարև ձեզ։ Բարձես, հեսա մյուսը կբացենք։ Անակնկալ չասենք, բայց էլի տենց հետաքրքիր արդյունքը, որ Մարոկոն հաղթեց Հոլանդիային։ Հոլանդիային, այդ տարակ եղանք, Հոլանդիաս։ Հոլանդիան անցած տարի ինչ որ անցած տարի էր, չէ՞։ Հոլանդիան միշտ լավ է խաղում։ Ես հիշում եմ, որ իմ ընկերները գնացել էին Հոլանդիա։ Վրաստան ու Վրաստանում խաղում էին ոնց որ թե Հոլանդիայի ու Վրաստանի խաղը։ Հա, տենց բան եղել է, ճիշտ եմ հիշում։ Հոլանդիա, այո, Վրաստան-Հոլանդիա բան էր, ընկերական խաղ չէր, անդրական կարող է լինել։ Բայց հաղթեցին, չէ՞։ Հոլանդացիները։ Հա, հոլանդացիները շատ Դե հա, հոլանդացիները Վրաստանի բակ հաղթեին, բայց ինչ կանեն։ Տենց գիտեմ Հոլանդիայի մասին։ կարողացան, այո։ Չերես Վրաստան գիտես Հոլանդիայի։
Հա, բա Վրաստանն անցած տարիում հաղթեց։ Մեզ 6-1։ Սևերացիներին բարև տալ չէր լինում։ Լավ խաղաց։ Ամեն երկրորդին մտածում էր կարող է ինքը հենց այդ ֆուտբոլիստի հերն է, որ գոլ է խփի։ Այդտենց էր իրան պահում։ Հոլանդիայի մասին եւս մի հետաքրքիր փաստ, Հոլանդիան միակ թիմն է աշխարհում, որը որ 3 Երբեք adekvat չի մտնում։ 3 աշխարհ Չեղածա խաղում։ Շատ ուժեղ հավաքական է, բայց դարձավ միակ թիմը աշխարհում, ով 3 աշխարհի առաջնություն անընդմեջ դուրս է թռնում առաջնությունից առանց որևիցե խաղ պարտվելու։ Վայ։ 11 մետրանոցներով։ Ոչ մի խաղ չեն պարտվել։ 3 խաղա, բայց դուրս են թռնում։ Լուզեր իրավիճակ է։ Ես կուզեի Հայաստանը տես լուզեր լինել։ Պատճառով։ Հա, դե Ստացի Իրանն էլ թռավ առանց պարտվելու։ Այսինքն հիմնական ժամանակում չեն Իրանը պատահում։ նիչա։ Ոնց որ։ Բայց ի՞նչ է, եթե պիտի 11 վայրկյան 11 վայրկյան առաջ 11 վայրկյան առաջ։ 11 մետր հեռավորություն։ Դրա պատճառով կրվել թռնել, չէ՞։ Իսկ եթե դա այտենց իմաստ ունի, թողել ֆուտբոլ չխաղան, միանգամից 11 մետր անեն, հասկանան ով կրվեց, ով կրվեց։ Պատմես ընդհանրապես 11 մետրի պատճառով կրվում են։ Գոնե մի 20-25։ Եկեք ֆուտբոլի ֆեդերացիային առաջարկենք այս միտքը։ Ինչի համար ենք տանջվում այդքան, թե կարող եք պենալները Ես որոշել։ պիտի այդքան տանջվես, հետո պարզվի դու չէիր պարտվել, բայց այս 11 մետրի պատճառով կարաս կրվես։ 6-7 կիլոմետր վազ 10 է։ րոպե կնանք կգնանք մեր գործերը։ Շրջակ է։ Կակունի Մարդիկ այդքան չեն իրաց վատը զգա։ առողջությանը Կրկնում վնաս։ են բանն է։ Ուժեղ Ես չի փոփոխություններ է անի սպասվում ֆուտբոլում, բան առաջարկում է կարդինալ փոփոխություններ։ ֆեդերացիայի նախագահան։ Ես նեղվեցի։ Ինչ անենք չնեղվես։ Ասենք որ Բրազիլիան հաղթեց, կարող է օգնի։ Ջան, Բրազիլիան հաղթեց, ինքը դեղին։ Այսինքն Բրազիլիան էս երկրի։ Տեսա, դրա համար էլ հաղթեց։ Այո, Բրազիլիան Ճապոնիային հաղթեց։ Բայց դժվարությամբ։ ասենք որ Նորվեգիան էլ հաղթեց։ Հիմա Բրազիլիան մի խնձոր ունի, որպեսի հաղթի պիտի 4 էլ հավաքի։ Ահա։ 5 խնձոր է պետք պաստորեն։ Ինքը դեռ հաղթում է աշխարհի առաջնություն։ Ինչ որ ես հասկացա, ինքը ուղղակի ասում է, որ ես ասում Դնում 5 խնձոր առնեմ աշխարհի չեմպիոն դառնամ։ Զգաս, Մի կիլո։ աշխարհի չեմպիոն զգաս։ Կանադան, որպես դաշտի տերերից մեկը, մի կերպ հաղթեց։ Մի ձև Ամենաթույլ, ձև։ այստեղ թույլ թիմ էր իրականում, Հարավային Աֆրիկայի հավաքական։ Ու հա։ Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, ոնց որ հարավ-արևմտյան թաղամասի պես մի բան։ Տերերին դենց զորով հաղթեցին եւ նրանք էլ մտան։ Իդեպ Կանադան չէր խաղում իր դաշտում, Կանադան խաղում էր Կալիֆոռնիայում։ Հա, մեկ էլ ֆուտբոլի խաղերից գիտեք ինչ գիտեմ։ Բանը, որ գովազները փակել էին, կարելի է ասել այդ բրենդի անունը, Levi's-ի ստադիոնը, որ Levi's-ի գովազդի վրա կտորային Ժիլետը տեսար ինչ էին արել։ Չէ, մենակ Levi's-ը։ Ժիլետն էս փրփուրի տեսքով էր փագել իր լոգոն։ Հա, Ես են ինսկրիացիա յետ Levi's մայկա ունեմ, վրենց էս մատ բան է, սենց սալֆետ։ Կարելի։ Բայց ինձ ընկավ, այդ լավ չէր։ Այ ես շատ դուր եկա։ Ապա սալֆետքեն անի վրից է։ Սալֆետքեն անեք վրից։ Քանի տարին մեկ է լինում։ 4 տարին մեկ։ Ուրեմն 4 տարի առաջ էլ էր, սենց հետաքրքիր բաներ կատարվում։ Միշտ է կատարվում։ Միշտ հետաքրքիր է։ 30 թվից Ուղղակի այս կատարվում է։ տարի գիշերներն այդ հետաքրքիր բաները տեղի ունեն։ Այստան չենք հասցնում։ Ամերիկայում անցկացում Հա, գիշեր։ չէ, եթե մենակ այս տարի լիներ, դա վախենալու կլիներ, այտենց շատ պետք չէր ուրախանալ, էլի։ Մի բան են չէր։ Ուրեմն մի բան այն չի, էլի, որ այդքան տարի ինչ որ բան չկա։ հետաքրքիր է այս տարի, հա։ Կակաս այս տարի ամենաանհետաքրքիր աշխարհի Հա, չէ, ամեն տարի ինքը բավական հետաքրքիր Դա է։ չեք մտածում, Ինչ է։ որ այս ամենաանհետաքրքիր աշխարհի։ Ես հակառակն եմ Ստեղ մտածում։ չենք տեսնում։ Նու անակնկալները մի կողմ դրեք։ Լավ խաղեր են։ Կան։ Ընդհանրապես մի հատ թե երկու հատ խաղ եղավ 0-0։ Անգլիան 0-0 գան այդ խաղը, Իսպանիան։ Շատ լավ խաղեր է գնում, հետաքրքիր է, ինձ դուր է Չէ, վատը գալիս։ Դեմոն չի։ եթե քեզ դուր չի գալիս, Ես պրոստը սիրում եմ քնել։ Լևոջ եթե չես նայում, այդ ինչ շոկոլադը չի։ Գիշերը բան ներվային անում եմ, որ խաղերը գնում չեմ նայում։ Մարդը ասեց կրկնությունը նայ։ Չէ, կրկնություն ոնց նայես 11 մետրանոցներ նայի մենակ բրցի։ Երկու հատ հետաքրքիր բան կար։ Կրկնությունով 11 մետրանոց նայ։ Մենակ 11 մետրանոցների կրկնությունը։ Այո, դվա վադնո։ Առանձնացնենք նաև, որտեվ խաղերի մի մասը դեռ պետք է կայանա, VS Mobile շաբաթվա դիմակայությունը մեր գործընկեր։ Ամենաուժեղ խաղը, որպես ամենաուժեղ խաղը աֆիշայով առնվազն։ Մեկը խաղալու ես Ռավջան, դու ես խաղալու, ախպերես Խորվաթիա, Պորտուգալիա։ Խորվաթիա, Պորտուգալիա, հետաքրքիր դիմակայություն, երկու թոփ եւ թոփին մոտ առնվազն թիմ, թոփոտ թիմ։ Հունիսի 30-ից հուլիսի 1-ի գիշերը կմրցեն Պորտուգալիան եւ Խորվաթիան, շատ հետաքրքիր խաղ է սպասվում։ VS Mobile հակամարտությունը։ Պորտուգալիա, Խորվաթիա այս անգամ։ Ռոնալդոս խզարելու է Լավ խաղ է սպասել է։ սպասվում, ինչ ես կարծում, ով կհաղթի։ Դիձուկս։ Դե ասես, մարդը Պորտուգալիա։ Ռոնալդոյի կոմից եղի, Ռոնալդոյի կոմից եղի։ Պորտուգալիան է, չէ։ Հա։ Ես քեզ ամսի 1-ի գիշերը կզանգեմ։
ասեմ տեսար։ Որ Դուք ասես չէ, ո՞նց տենա։ Չէ, դե իհարկե ես տեսած չեմ լինելու, բայց խնդրեմ որ զանգես Կհայտարարեմ։ չստես եւ ասես որ քո ուզած թիմն է հաղթել։ Ման Նորվեգիա։ 21-րդ դարն է, կբացես Միակ բացած կտենաս որ ստում ենա։ Բայց կարող է չլինի մոտս տենց ինֆորմացիա։ Զանգի էլի, զանգի։ Ինչ է կատարվում բոմբարդիրների, այսպես ասած, ռմբարկուների հայերեն ասած, Ռմբարկուն գիտես որն է։ Ըստ քեզ։ Ռմբարկու։ Ինչ կլինի ռմբարկու։ Ռում sense կրակում այն բաների մեջ կապնում նշանակետին, էլի։ մտնում է։ Դու գիտես որտես բացատրում ես։ Չէ։ Էդի չի։ Որ զենքով մտնում է ստադիոն սաղին կրակում է, այդ չի ռմբարկու։ Ռմբարկուները։ Ռմբարկուն երևի որ մեջը այն ամենարագ վազող են որ Դե դուր ես ասացի դրան։ Չէ։ Ամենարագ վազողը, ես եմ տենց։ Playmaker, no, գոլ խփողը։ Ամենաշատ գոլ խփողը։ Ռմբահարում է դարպասը այսպես։ Այսինքն ռմբարկու ամեն անգամ մեկը կարա դառնա։ Այո, Դե ով շատ խփի էլի։ Շատ խփեց ինքը համարում է ռմբարկու։ Այո։ Այս պահին Լիոնել Մեսսի անունազգանուն ինչ բան ասա։ Աշխարհում Այս պահին, այս առաջնությունում արդեն 6 գոլ է խփել Լիոնել Մեսսին։ Բայց կներեք էլի, Այո։ աշխարհի առաջնությունով է մենակ այդ ռմբարկուն պայմանավորված։ Հիմա եթե Ամեն- Հայաստան Վրաստան խաղի ժամանակ մեր թիմում, մեր հայկական թիմում օրինակ մեկը խփեց շատ, Լագիշի հարցը։ օրինակով։ Օրինակով կպի Հայաստանից ասենք։ օրինակ գոր Վարդանյանը։ Թողեք հիշեմ Գոր Վարդանյանը։ իմ ընկերն է Ֆրանսիայի գոր Գոր Կիրակոսյանը, ամերիկացի ռեժիսոր։ Մավելյանը։ Մանվելյան գորը։ Ճիշտ է։ Մանվելյան գորը։ Հա, գորը եթե խփի մի քիչ այդ գոլ, ուրեմն ինքը համարում է ռմբարկու։ Նայ, սենց են հաշվում, առաջնությունը որ կա, աշխարհի առաջնությունը։ Նայած որտեղ։ Առաջնության ժամանակ շատ գոլ։ Հիմա նայ գորը եթե խփեց Հայաստանի առաջնությունում շատ, ինքը կդառնա Հայաստանի առաջնության ռմբար։ Այսինքն չի կարա խփի ստե, բայց դառնա աշխարհի առաջնության ռմբար։ Չէ, դա գիտեմ աշխարհինը չի կարա, բայց հիմա ինչ որ խաղի առաջնություն չի, Կարա հա, ասենք ես խաղի լավագույն ռմբարկուն կարա դառնա, հա։ Մասշտաբները տարբեր են, հա, կարա Գոր Մավելյանը դառնա Նորմալ լավագույն։ պատասխանը կես Ուզում եմ հասկանալ կարա թե չի կարա գորը։ Կարա, Գորջան, կարաս, հանգիստ դարձել։ Իսկ ո՞վ դարձել է։ Այո։ Այո, կարող է դարձել ես, հա, չէ, չի դարձել։ Запас սփռոց կա փլուշի հոտից մեռնում եմ։ Սենց ոսկի կայֆն է ստացվում։ Սենց հիմա մտնում գուլապ եմ տալի հա չի տա բացը կոմս։ Ես զգում եմ երկու հապ։ Ծորում եմ, լողում եմ։ Բերուն գինում ես։ Ստեկվել է սեն կոմս Լեցրու вообще։ խնդրում եմ։ Ոյ աստու։ Կարող է Մի մագայ քիչ տեղ լցրու, մի քիչ սեղանին, հարմացրու հոտը։ Եվ ինչ էինք ասում, բայց Մեսսին 6 գոլ է խփել արդեն եւ դարձել է պատմության մեջ պատկերացնում ես աշխարհի առաջնություններ, ոչ թե այս անգամվա, այլ ամբողջ պատմության մեջ լավագույն ռմբարկու։ 6 գոլա շատ։ 6 գոլը հիմա է խփել, ընդհանուր 19 գոլ։ Նա մասնակցել է 6 աշխարհի առաջնության եւ ընդհանուր 4 տարի մեկ է, քանի տարի է։ 19 արդեն 19 գոլ է։ Այդ լկտին ասելա ես մյուսին էլ եմ ուզում մասնակցել։ Այո, լավ։ Ու Ես կասկածում ասում եմ ես։ սրանց քիչ պիտի մասնակցել։ 43 Բայց դու տարեկան։ կասկածում ես, որ կմասնակցի։ Չէ։ Հա, բայց կմասնակցի։ Կարող է, 41 կա, Այո։ նայ 43-ը Why not? Why not? Վերջինը թող լինի այդ արդեն, հա։ Սարգիս Հովսեփյանն է, Վերջինը լիցեք Մեսսի ջան, վերջինը լինի։ Էս էլ կրեմ ու նոր մեռնեմ։ Հա, նո մերնել չարժի, բայց կարա չմասնակցի գոնե, ասենք ամոթնել է լավ բան։ Երկրորդ տեղում մեզ մոտ ով է։ Միակ մարդը, որ փաստացի կարա Մեսսին դեռ հասնի ու դեռ խաղում է։ Բապեն, որտեղ ջահել։ Մբապեն։ Մբապեն, հա։ Գիտես, Գիտեմ, ո՞նց չգիտեմ, PSG տեսել ես, հա։ Բայց արդեն ռեալ։ Այո։ Այն ժամանակ կապուտ մազերով էր, եթե չեմ սխալվում։ Դու ես կապուտ։ Ինքն։ Հա, դու ինչ մազերով ես։ Կյալ։ Ես շեկ, հա, ու մնացածը Եկեք մի քիչ գույներով։ պրիչոսկաներից խոսենք։ Ո՞ն պրիչոսկանը դուրդ գալիս։ Լովինը լավն է, օրինակ ոնց ես Հա, կարծում։ լովինը շատ լավ։ Ստայլիշ է, ստայլիշ։ Ես ունեցել եմ։ Ինքը հետ է սանրում։ Ես ձգտում եմ լովին։ Ասում եմ նցეთվես։ Բաբսի չի մտածում ինչ անի, չէ։ Նես հավես էր։ Շատ հավես էր, հա։ Չանկեց։ Մանոթը դե Երկու օրդ ֆեն։ Բայց լուրջ խոսում եք պրիչոսկաներից։ Ասացիք, որ ռմբապե չէ։ Դες Մբապեն որ դրա ռմբարկու կդրա ռմբապե։ Թույն բացա։ Մբապեն ուրեմն հիմա մրցակից է համարվում Մեսսի։ Նայ, մի քիչ ավելի երիտասարդ է, ավելի շատ շանսեր ունի, որ էլի կխաղա, մի քանի առաջնություն է կխաղա, կարող է Բայց մոտ է անցնի թվերով։ 16 գոլ ունի արդեն։ Գոլ է մնացել։ Էդի չէ, այսօր եկուց։ Այսօր Դե բայց Մեսսին էլ է խաղում, Մեսսին այսօր եկուց է դրա համար Նայ, մյուս խաղում Արգենտինան թռնում է կրվում է։ Կաբո Վերդե։ Ֆինալ գնում է, Ոչ, Կաբո ինչ Վերդեի հետ։ Բայց սաղ սարկած է, Արգենտինայի սաղ բաները սարկած է։ Մեսսին, այդ որ Ամերիկայում բաների մեջ է, սարկել է որ իր թիմեն քնձռոտների հետ ընկնի, ինչքան քնձռոտ կա, հեսա կհնձի, կնի ֆինալ։ Սա խոսացած է։ Դու ես Սաղ Բեքհեմի հետ նստած սաղ գծել են բրատ։ Նախ եւ առաջ, Այս սուս նախ եւ առաջ սաստում էր։ առաջ տեղն է
գրավել եւ պատահաբար է դա ստացվել։ Արգենտինան իր խմբում առաջ տեղ գրավեց, դուրս եկավ այդտեղ այդ։ Դու տեսրես ում հետ անգնել, ընկել ու ընկնելու։ Եւ երկրորդը լավա դե։ Արա։ Որ սարքել է։ Նույնիսկ կարող է Դա ասել։ նույնիսկ եթե սարքել է։ Բայց Քանի որ, կներես։ մի հատ բան ասեմ, լս ռեսկի փոխենք թեման, էլի, Մեսսիից, Ռոնալդոից։ Բասկետբոլ, Կա բասկետբոլ։ ֆուտբոլիստ, որը խաղացել է ժամանակին Հայաստանում, Օ, Հայաստանի առաջնությունում, Բանանցում, պատկերացնում ես։ Չես խոսում, Ու հիմա Բանգլադեշ, խաղում է Գանայի հավաքականում, աշխարհի առաջնությունում։ Հայ։ չէ, Չէ, նո Գանայի աֆրիկացի։ հավաքականում չի կարա հայ խաղա, բայց խաղացել է հայկական ակումբում, այսինքն Մալաթիայի ակումբ, Մալաթիայում խաղացել է ֆուտբոլ։ Բանգլադեշում ֆուտբոլ էր խաղում։ Բանգլադեշցի է նա եւ հիմա խաղում է Գանայի հավաքականում։ Իսկ բոլորը գիտեն դրա մասին, թե մենակ Չէ, այսօր ես իմացա։ Կվասի Սիբոն է նա։ Կվասի Սիբո։ Կվասի Սիբո, որ մի հատ հետաքրքիր վիդեո կա շատ խնդալու, որ դե ասում է ինչ կապ է։ Ինչ կապ է։ Կվասի Սիբո չէ, Կվասի Մոդո գիտեմ։ Կվասի Մոդո, հա, Կվասի Մոդո Ֆրանսիայից է խաղում։ Ֆրանսիայից է խաղում։ Հարիսի աստվածանոց աճարի։ Լավ չի խաղում։ Մի տեսակ պասը տալիս են չի տենում, սի շուտ Ուզիկ բազաներ խոսում իրավարով։ Չգիտեմ, ոչ ոյ գնոց գնդական գա։ Ես ոչ թե որպես ֆուտբոլիստ եմ ասում, այլ Գտար գնդակը։ Մենք կորցրել ենք Մագայի գնդակը ես ճիշտ։ Կտրում հետ բերեք Մագայի գնդակը։ ուղղակի անուն։ Այո։ Ես առաջարկում եմ մի փոքր այս լուրերից լրատարապից ստանալ, մի հատ խաղ խաղանք Մագայի հետ։ Այ հա, ինչ լավ եմ, գոնե։ Ասես վոլեյբոլ։ Չէ, բայց այդ խաղեր սիրում եմ, չէ՞։ Հա, ինչ ֆուտբոլային խաղ։ Բայց ֆուտբոլային խաղ է ցավոք, բայց Քանի որ նոր Ռոնալդո անուն, չէ, հենց ֆուտբոլ չենք խաղում, մենք էլ չենք կարող։ դրա համար թե չխաղայինք էլի։ Ես քեզ ցույց եմ տալիս ֆուտբոլիստներ եւ նրանց անունները, դու պիտի փորձես ուղղակի ճիշտ կարդաս նրանց անունները։ Շատ հեշտ խաղ է։ Ամենաառաջին անունը։ Մի վարքյան։ Որտեղ անունը գրած։ Հա, Ջոշ Նոր ասում եք Ջոշուա Կիմիչ։ Ջոշուա Կիմիչ։ Կիմիչ, not Kimmich, but Kimmich։ Kimmich, այո, Ջոշուա Կիմիչ։ Կիմի տղեն է, էլի, կիմի տղա, կիմիչ։ Արմեն Կիմիչ, հա։ Արմեն Կիմիչ, մամայի առողջությունը ոնց ա։ Յոսուա։ Հաջորդ ֆուտբոլիստը։ Ահա։ Էդեն Հազարդ։ Հարազատ։ Ճիշտ եմ կարդում, ես մի քիչ կույր եմ։ Հազարդ հարազատ էլի։ Էդեն։ Հազարդ։ Ինչացի ասա։ Բելգիացի։ Թարգել է պրիտոմ։ Հարազատ ջան է Փորիկը չկա դեռ, բայց ունի արդեն։ Էդեն Հարազատ։ Էդեն հարազատ։ Էդեն Հազար։ Մարկո Ռուս։ Բայց ռուս չի, էլի շատ դիպ է, գերմանացի է, այ գերմանացի է։ Okay, Դու ես դες կար։ Չէ, էսի։ Այն մոտ մարդը լավ չի տենում, մոտիկ բեր։ Հա, Մարկո Ռեուս։ Ռեուս։ Բայց ինչ որ ասի, այն սղվում է ռուս։ Հա, ռուս։ Չէ։ Այս գերմանացին խիա ռուս, դավաճան է, էսի առաջ։ Մարկո Ռոյս։ 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 Ես խնդրեմ դու հիմա ֆիքսի էլի, Օ, էսի ասենք։ դժվարացավ Ես մագաջան, մի հատ հաջորդը, ինչ ես անում ես։ Ահա։ Բարթոտա։ Վիրջին։ Ոչ որ ջղային ասում, բայց գիջորնոր չի։ Գժուկ, Վիրգիլ շորացում Վան։ գժուկ ա գրած։ Հələ սպասի մի խանգար դեմ։ Վիրգիլ Վան Դեջ։ Ջոգետ։ Զայք։ Հա? Չէ։ Ապա որսավ ես չեմ կարող։ Բայց ճիշտ ես ասում։ Դու փորձեցիր սխալ ասես, ու ճիշտ ասես։ Վանդայք տարբեր ձև են ասում, բայց Վան Դայք։ Վանդիչը խնդարվել է։ Դիչը լավն է, հա։ Դիչ։ Այս մեկը էլի բելգիացի եղբայր է։ Անհայտ ֆուտբոլիստներ է։ Չէ, հայտնի է։ Բոլորը։ Այսի գիտեմ, լավ, այսի գիտեմ։ Դե ասա։ Կևին դե Բրուինե։ Բրայնե։ Չէ, հա ճիշտ է իր ասել։ Ճիշտ է ասել։ Դե Բրույն է, այո, Դե Բրույն։ Օ, Շատ երկանախադասություն է, այս անում չէ։ Այս մարդը խաղացել է Մխիթարյանի հետ։ Ումդրոշնա, այս ումդրոշնա։ Էսի սխալ Հայաստանի։ Բորուսիա ասացիք նոր։ Չէ, Գաբոնի Չէ, այս ինչ որ դրոշ։ երկրի դրոշ է, այո։ Գաբոնից են։ Գաբոնը։ Մեր Գաբոն եկավ Գաբոն։ Էմերիչկ։ Ահա։ Աուբամե։ Այսի պիտի քեզ հուշի արդեն։ Հələ ան օ ասա։ Աուն կարաս օ կարդալ։ Չէ, ան օ ասա, էսի իմացա ով է։ Օբամեյանգ։ Օբամեյան։ Դու գիտես։ Հա, Օբամեյանգ։ Պիեր Էմերիկ Օբամեյանգ։ Պիեր Էմերիկը չգիտի։ Բա մենք որտեղից գիտենք։ Ֆուտբոլի սպորտային այդ հաղորդավարները այս անունները մինչև վերջ ասում են, օրինակ գոլ է խփում։ Բացի Սուրեն Բաղդասյանից այո բոլորը։ Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Շուրին է։ Էս էլ է։ Տիբաու տուիս կորտուիս Էսի ես գիտեմ, չես Ինադու նա ֆրանսիական ազգանուններ է ընտրել, ֆրանսա տիպ։ Տիբատ Նայ վերջի տառը մի հատ տառ է, որ գրած չի ընդհանրապես։ Տիբատե Չէ, վերջին։ Տիբատե։ սե Հələ էսի փորձես։ Food court-ի պես բան է, Ոնց food կլինի, court։ մեկը փորձի Փարիզում եղել ես, ֆրանսերեն sense արտասանություն։
Կուխտոյս, Կուրտուան է սա։ Կուրտուա։ Այս էլի ֆրանսիացի։ Սկսի տեղը գդրել, Էլի ես ֆրանսիացի է։ Օլիվեր Գիրոդ։ Ու ռոդի պես մարդ։ Այ գիրոդ։ Գիրոդ ման։ Օլիվիե Ժիրու։ Ժիրու, այ բռնեց, խնդրեմ։ Եվ մեր սիրելի Գնդակ է։ դարպասապահ Կարամ կա։ Ոչինչ Ոչինչ չի մնա։ Ոչինչ Սուզու Ոչինչ սուզու։ Ո՞նց կարայս բարերը անհամադրելի Ժենշեն։ ոնց կարես մարդու անուն լինի։ Այսինքն էսա անհամադրելի տարեր են չի կարա սուզու Լեհական է ինքը։ Դու ասա գոնե։ Ես ուսի չեմ ջոգում։ Ոյցեխ շեսնի։ Հիմա ասացի ներվե Չտանջենք քեզ։ Չտանջենք քեզ։ Շեսնի Ոնց որ մեկ դեմքոս ես կլավիատուրերը Շեսնի չեք, քնած բացարձակ շեսնի չեք դուք իմ հանդեպ։ Շեսնի չեք ասում։ Դուք իմ հանդեպ շեսնը։ Это не честно։ Վրաստանի արմատներով աղջնակ ես։ Ոնց Վրաստանի արմատներով է, դե դուք խոսանք լավ։ Այ չգիտեմ։ Էս պիտի Ա, ասես։ էսի դհեջ, էսի պիտի արագ ասես, սա գիտեմ։ Կվարացկելա։ Համարյա։ Կվարացկելա։ Դու անունը կախա։ Դա բարի անունից սկսենք։ Պրոֆեսիոնալ ասեց։ Արի անունից սկսենք, մարդ։ Արածկելի է։ Արածկելի Չէ, բայց անունից սկսենք։ Խավիչա։ Խվիչա։ Դուզուծորը։ Կվարացկելա։ Բայց վրացերեն ասես вообще դուզուծոր մոլոդես։ Բայց որտե՞ղ Տարկա, չէ, ժողովուրդ։ Ախալ քելակից դու։ No, Թիֆլիս։ Չէ, Օ, տարկա վրաց։ արածկելի է։ Արած։ Այստեղ ոչ թե։ Նայ, պետք է կանչը լսվի, խնչը լսվի, իրար հետ հալվի։ Այս հաղորդման անունը Կորներ մունդիալ է։ Հələ լսին, Տարի լսին։ պես բանա։ Նայ։ Հա։ Լավ։ Եկեք շան խորակենք։ Okay, շնորհակալություն։ Ես կարող ասեմ վարչապետը, բանը։ Բիձինա։ Ին Վրաչապետը։ վրաչապետը։ Վրաստանի վարչապետը, նա էլի նախի ֆուտբոլիստ։ Կալազե վարչապետը չի քաղաքապետ։ Էй, քաղաքապետը կներեք։ Վարչապետ է։ Հա, կներեք, էլի ես ուղղակի մի քիչ խառնեցի ես ամեն։ Բացի ֆուտբոլից քաղաքականությունից եք տեղյակ չես։ Ահա, դա նորմալ է։ Իրոք քաղաքապետը դա քաղաքականություն չի, դա քաղաք բարից է։ Կորին է դա քաղաք։ Կորին է տակակ, դա։ Այսքանն էր խաղը, շնորհակալություն Մագա, այո, լավ խաղացի։ Դու ճանաչելով մագային ես խաղը առաջարկեցի։ Նինային տայր քվանցկելիա, բան 4 հատ խերով ասում։ Շնորհակալություն շատ։ Կարևորը զվարճացանք եւ շեղվեցինք մի փոքր լուրերի։ Մեր հաղորդման գործընկերն է Ջոմա Սպորտ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Երևանյան Ջոմա Շոփը գտնվում է Ռիոմոլի առաջին հարկում եւ լայն տեսականի է ներկայացնում սպորտային, ֆուտբոլ, թենիս, թե ֆուտզալ, կարող ես գտնել համապատասխան ամեն ինչ, սկսած խաղակոշիկներից մինչև մարզագույք։ Ռաֆայել։ Ես անպայման ուզում եմ օգտվել, այո։ Խաղակոշիկ ես քեզ խորհուրդ դերևս նախորդ անգամ խորհուրդ Ես աչը առել եմ, հիմա ձախ։ Մնաց ձախը։ Այն միջև, այսինքն եթերաշրջանի ավարտ Շարունակում եմ կունենաս։ Այո, այցելեք Ջոմա Շոփ եւ լայն տեսականոց սպորտային օգտվեք։ Մեր գործընկերն է Telcel Wallet ընկերությունը։ Telcel Wallet-ի միջոցով կարող եք կատարել լիցքավորում, դիմել վարկի համար, ձեռք բերել միջոցառումների տոմսեր եւ 600-ից ավելի վճարում կատարել։ Սեզոնը բավականին հագեցած է, որովհետեւ ամառը բազմաթիվ միջոցառումներ կան, Ռաֆայել։ Գնում ես միջոցառումներ ունես։ Գնում եմ միջոցառումների, ասեմ ավելին, ավտոբուսով եմ գնում, որ Telcel-ով վճարեմ։ Հատուկ նստում ես Իսկ եղել է որ այդ բան Telcel-ս մոտիկացես այդ ձենը գա։ Բայց մեկ ես վարորդա։ Ես վարորդա։ Ես վարորդը փողա քեզ դիսկերում այդ ձենն անում։ Ապա ես ապեր մի րոպե կամանց էլի, թող վճարեմ, ոսկի վարորդը պրոստը ձեն է։ Ավելի վատ ինքն է այդ ձենը անում, Իսկ բանի ձենը որ նա որ տենց եղավ, եմը սխմեցիք ծլուին։ Հա, տենց որ մի ման։ Հաճելի է, չէ՞։ Բայց հաճելի ձայն է։ Մեր գործընկերն է Revel Tour-ը, որը շատ հետաքրքիր առաջարկով է հանդես գալիս։ Revel Tour-ում գործում է ապառիկ վաճառք 0% տոկոսադրույքով, 0% կանխավճարով, 0% սպասարկման վճարով։ Ինչ է դա նշանակում։ Վճարում ես հիմա եւ 4 ամսվա ընթացքում կարողանում ես փակել այն գնացը, այո, որը հանգստի վրա է։ Ես առաջարկում եմ, որ պայմանավորվենք, ով դառնա աշխարհի չեմպիոն, այդ երկիրը գնանք։ Հուսով եմ Կաբո Վերդեն չի Կաբո դառնա։ Վերդեն չեմ ուզում դառնալ աշխարհի չեմպիոն։ Բայց լավ բան է ասում։ բայց երբ Ով դառնա, այդտեղ գնանք։ Ինձ ասեք, էլի ինձ ասեք, ես զբաղվածություն կտամ, երբ հա դա մոտավորապես։ Հուլիսի 19-ից Հուլիսի 19-ից հետո ֆինալն է։ ուր են գնում Revel Tour-ով։ Օգոստոս։ Ահա։ Որ սիտկոմն եք նկարանում։ Նկարենք մամայի բալա սիտկոմը։ Ես էլ ներկայացում պրեմիերան վերջացրած կլինեմ, ու անպայման կգամ, հա, Իհարկե։ Ինձ համար խնդրեմ, նախ ինչպես Որ ներկայացումն է։ մնա մոռանալու նոր բարվեստը։ Մնանք այսօր, հա։
Մեր գլխավոր հովանավորն է Յունիբանկը, որը հուսալի է ինչպես Իտալիայի հավաքականի 2000-ականների պաշտպանությունը։ Հիշում եք։ Կանավարո, Նեստա, Մալձինի, Կանավարո, Նեստա եւ Ձամբրոտա։ Մագա համար էս բոլորը շորի բրենդեր են։ Ձամբրոտան հատկապես ես Ձամբրոտայի բայց վեր խունեի լավներ։ Զամբրոտոսն ինձ շուտ քորքոտվեց այս անգամ։ Հա, այն Կանավարոսը вообще մի անգամ հակա գցեցի։ Կանավարոս չհակա։ Իսկ ամենահայկական իտալական բրենդը որը կարող լիներ։ Արմանի։ Scancelli։ Scancelli։ Կանչել լավն է բայց։ Ես Սկանչելից երախում բան վերցրի, ինքան շուտ ծակվեց այդ զաքը ադան։ Կանչելի չէր։ Okay, անցանք խաղին։ Այո, եւս մեկ խաղ եմ պատրաստել մեր գեղեցկու համար, բայց Լևոն ոնց հասկանում դու եք արած։ Լևոնի հետ էի։ Լևոնի հետ էի։ Ես մի քանի ֆուտբոլային տերմիններ եմ առանձնացրել։ Դու պետք է փորձես քո բառերով բացատրես դրանք ինչ են նշանակում։ Հա, ոնց որ բան ռմբարկուն ոնց։ Հա, ոնց որ ռմբարկուն, ապրես։ Ահա, ռմբարկուն ջնջեմ միջի։ Օրինակ, ազատ գործակալ։ Ըստ քեզ ֆուտբոլի մեջ ազատ գործակալը։ Ազատ գործակալը կարծում եմ, որ մենք փոքր ժամանակ խաղում ենք ջրի վրա, դու շոկ ինչ էին ասում իրանց, որ այտենց մի կողմի կանգնում են, հենց պետք լինի կգան։ Պիտուշ, հա։ Նման է։ Այսինքն նման է։ Զամեն ուզում։ հա փոխարինող ֆուտբոլիստ։ Փոխանակ ֆուտբոլի։ Ասում եմ, երբ պետք լինի, այդ բասկետբոլի։ Շոտ ջարդվեց ինքը մտնի խաղա։ Շատ ճիշտ ասում, ինքը սպասում ջրի վրա ինչ էին է։ ասում։ Երբ իրան առաջարկել ինքը գա։ Բայց ինքը ջրի վրա է, ըստ մագա։ Բայց ջուրը տալիս ինչ Չէ, է։ փոքր ժամանակ այտենց էինք ասում, էլի ոնց որ։ Ինքը մի ոնց այսպես է լրված ինքը ոնց է այդ բանում։ Խաղի մեջ։ Ջրի վրան մոռացեք, ուղղակի միտքը ճիշտ եմ ասում։ Հա, պիտուշ, ջրի վրա։ Չէ, իրականում Պիտուշ գործական։ Եկեք ասենք, մագան այսօր լիքը ինֆորմացիա է գնալու այստեղից։ Ազատ գործակալը դա այն ֆուտբոլիստն է, ում պայմանագիրը ակումբի հետ ավարտվել է ու նա ճունի նոր ակումբ սպասում է։ Անգործ ֆուտբոլիստ ազատ գործակալ։ Ձերը գործ չկա։ Ապրես։ Անգործ ֆուտբոլիստը ազատ գործակալ, վա։ Հալադի, լագի Ճիշտ է ասում։ Ճիշտ ես ասում։ Եվ դուք ճիշտ եք։ Այո, եւ պիտուշ գործական, հաջող։ Հակապ սարքում եմ էլի։ Տրանսֆերային պատուհան։ Ահա տրանսֆերային պատուհան։ Վստահության դուր, բույսի Հասցեն անփոփոխ։ հասցեն անփոփոխ ոչ Խաղի մեջ է տրանսֆերային պատուհան։ Ֆուտբոլ, չէ, ֆուտբոլ, հենց բուն խաղի մեջ չի, բայց ֆուտբոլային Խաղի ընթացքում չի կատարվում։ Տրանսֆերային պատուհան, դա կարող տրանսֆեր ինչ է։ տրանսֆեր։ Որ սաղին հանում են տրանսֆեր։ Օրինակ ինչ տրանսֆեր։ Եկեք վատը քաղաք։ Դա սաղի տրանսֆեր եմ անելու։ Այդ չի։ Բայց էդ էլ է։ Համարյա։ Կողա։ Ոյ, չէ, ես մի Ինչ են Ազատ ասում։ գործակալի հետ կապ ունի դեպ։ Օրինակ ինչ են տրանսֆեր անում։ Ինչ տրանսֆեր ինչ են անում։ Ոչ ֆուտբոլ, ոչ ֆուտբոլ։ Հա, էլի, հա, Ոչ ֆուտբոլ։ հա, ես արա, ես Որ այդ գործից հելած դուրս եկած Ապրես։ ֆուտբոլիստին դրանով տանում են տուն։ Դրանով պատուհանով։ ուր են տանում։ Պատուհանով սենց անցկացնում։ Այ չէ։ Ում ես մերակ սխալ Այդ ասել։ պատուհանը դառնում է, այդ ֆուտբոլիստը դառնում է այդ պատուհանը ազատ, չէ՞, մտքած։ Ախպեր, պատուանը բաց են թողում, սկվազնյակը ալնում, մեջին է խփում, Տրանսֆերային այդ չշում։ պատուհան։ Հա, Այդ Իվանդանովը։ չերես պատուհան կապնվում են, տանում են այդ ֆուտբոլիստին ուրիշ։ Գոլ։ Չելսի։ Տրանսֆերային պատուհան։ Ապա դե ազատ ով կա։ Անում եմ տրանսֆերային պատուհան։ Մբապե, անցի տուն։ Մբապեն կարող է դուրս գա։ Շատ հիմնավորված բացատրեցի։ Հա, բայց լավ ասում։ Իրականում այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում թույլատրվում է Որ գնան։ Այն ազատները միտը գնան։ Կամ չազատներին առնեն, որ գնան։ Հա, դա շրջանը։ Okay, այտենց Որ ֆուտբոլիստ են առնում, այսպես ասած։ Պատուհանով մտնի։ Ինչ է նշանակում խաղալ երկրորդ հարկում։ Հա, Հա, դա կարևոր է, հա, դա կարևոր է։ Արի քեզ գարեջ ունեցնեմ։ Դե հասկանանք, շնորհակալ։ Այս հարցի համար արժի չէ լցնել։ Խաղալ երկրորդ հարկում։ Այ հենց բուն խաղի հետ կապ ունի։ Երբ բոյովներին են ասում Ապրես, Այս բոյովները ինչ են անում։ Սկիզբը լավ է, սկիզբը լավ է։ Գնդակը եկավ։ Իսկ դուք որ ֆուտբոլ հայտում խաղում եք, Թռնում ձեր բակում կար մեկ որ ասես սամալյոտ բռնող։ Այդ դեմոկրատի պես բան, հա։ Հա, պրոստը գլխով։ Երբ որ օթային գնդակները հաղթում են, իշը երկրորդ հարկում են խաղում, որ թռած է խաղում։ Շատ բոյովը երրորդ հարկա էլի, այտենց մի քիչ բարձրանում։ Կապլուկներով են։ Բոյովների բան։ Լավ, եւս մեկը փորձի գուշակես, ինչ է նշանակում չոր հաշիվ։ Չոր հաշիվ։ Բլոտում չեն, թե ապա չոր հաշիվ են խաղում, թե Շոր հաշիվ։ Ադու էլ բլոտից ես դու բասա, ես եք ես տենց մզսնեմ։ Արա, ես ջոն առնեց։ Բոյը կապուտ։ Հաշիվը ո՞րն է ֆուտբոլի։ Չոր հաշիվ։ Հաշիվը։ Խոսքի 4-0-4 չոր հաշիվ է, ասա ասեմ։ Չէ, միրը 4-4-ն է չոր հաշիվ։ Բայց բաբսե չորի թաց, ասենք ես 30-ի նման թաց է 4-4-ը։ Ուրեմն 0-0։ Թրջի տակը տենց չգոլ չխփի, հա։ Դու հա արեց, ասեց ու արեց, էլի։ Երթվում եմ թե սարկած էր։ Մի րոպե, մի բան ասեմ։ Ուջակի վեճը չերևս ես թրջվեց ու ասա մի րոպե բան ասեմ ու սենց էլի մաքրում է խոսքից։ Այսինքն մեկը չոր հաշիվ չի։
ավտոբուս կայանել, ի՞նչ է նշանակում։ Ավտոբուս կայանել։ Շատ ակնհայտ բան չէ, ավտոբուս։ Էվեր դենք տեսերսելով անում էի էտի։ Այդ շոֆերն է։ Այդ շոֆերն է կայանում։ Եկեք մագային լսենք, հլը։ Ֆուտբոլի մեջ ավտոբուս կայանել։ Ավտոբուս կայանել։ Այն որ իրար հետևից գնում են, ավտոբուս են կայանում, եւ որ պոեզ են կապնում, իրար հետևից գնում են մտնում են դաշտ։ Դու նկատել ես այդ ավտոբուսով մտնում է։ Դե ինչպես ավտոբուս, իրար հետևից գնում են, չէ՞, ասենց իրար հետևից։ Հա, որ դուրս են գալիս թունելից, որ մտնեն դաշտ, չէ՞։ Մը պատկերացրու, որ ասում է ավտոբուսը կայան է, որ գոլ չուտի։ Իրոք ալես, ես չեմ Պատկերացիր գոլ։ արդեն։ Ավտոբուսը կայանել է գոլ։ Հա, վրատար են, որ մի քիչ սենց է կանգնում։ Պատ պահելն է ապրես։ Իբր ավտոբուսում լիքը մարդ կա, ինքը Ճզմված է։ Իրոք պատ պահելն է։ Ես որ այսենց է կանգնած բռնված աղոսկի վրատարը։ Իրոք ֆուտբոլիստներ որ սենց ուդար են անում։ Մի րոպե, տենամ ստեղի ժուրնալի մեջ չկա, տենց մի հատ։ Գրած այնն է, ավտոբուսը կայան է։ ավտոբուսը մեծ է, Ավտոբուսը կայանել է։ Մեծ է հիմնականում լինում ավտոբուսը։ մեծ։ Երբ որ ավտոբուսը վերես դնես։ Ես տեսնում եմ վրատարը գոլի դեմը կանգնած է սենց։ Հələ վրատարին մոռացի, պատկերացա ավտոբուսն կայան է գոլերի դեմը, որ գոլ չուտեն, այսինքն ապրես։ Մարդիկ ո՞րն է Ես ուզում եի այդ ասեի, բայց ես գիտեի, որ գոլերի մոտ բացի վրատարից ուրիշ մարդ չի կարա լինի։ Կարան կանգնել, բայց ձեռքով խաղալ չեն կարող։ Գոլերի մեջ չէ, հենց բուն գոլերի մեջ կանգնել չի, երբ որ թիմը ամբողջ պաշտպանվում է, չի հարցակում, մենակ պաշտպանվում է, որ գոլ չուտի, դա կոչվում է ավտոբուս կայան է։ Չարտայեցես, բայց մտածես։ Չէ, ես մտածեցի, բայց դու ասեցի լոգիկը բաներ ասես։ Մրցավարների հետ ո՞նց ես։ մրցավարների հետ։ Գիտես ո՞րն է մրցավարը։ Պաչիկով ասում։ Պաչիկով։ Մրցավարը ով է։ Մրցավար ջան։ Մրցավարը։ Հա։ Ով է մրցավարը ֆուտբոլում։ Ռուսեն ո՞նց է։ Սենց է լինելու, այո։ Սուդիա։ Բացատրում Հայ, շվիշտոկով։ բացատրում է։ Շրիշտոկով ձյաձ որ բերանը վեշնից բաղ։ Այո, մրցավարները ունեն ժեստեր։ Ահա։ Նրանք ինչ-որ բաներ են ցույց տալիս խաղերի ժամանակ։ Հիմա ես ցույց կտամ մի քանի ժեստ, 4 ընդհանրապես, շատ չէ։ Դու պետք է հերթով փորձես տրամաբանել ինչա ուզում ես մարդը։ Նշան ավտոյի նշաններից։ Ինչ ուզում էս մարդը։ Ինքն էլ է մրցավար հիմա քո համար։ Օ։ Սա մրցավարն է, հիմա նա մի ժեստ ցույց կտա։ Ասում եմ, վերջ։ Հագեք խաղը, վերջ։ Պրծավ ասում խաղ ասում։ Կամ ասում։ Թե ասում եմ մետրոյի դռները բաց են։ Համբերությանս բաժակը լցվեց ախպեր։ Ասում եմ կամ վերջ։ Հա, всё։ Մոտավորապես լավ ես գնում։ Այսպես զգուշացնելու եմ ձեզ, ասեք ժողովուրդ։ Ապրես, զգուշացում է։ Չտենամ է։ Հա։ Այս բանը սարեք կատ։ Հա, էլի, ես էլ եմ այդ։ Դու հավասար գուշակում ես։ Հա, լովներ է խաղում ես հա։ Լյովը ախր նայում է գոնե ֆուտբոլ։ Ահա։ Ինչ որ մեկին բարևում է։ Չէ։ Երես, լավ ես Նո, բրատ։ ասում եմ ստոպ։ Ոնց ստոպ։ Արա Հիտլերի Այսինքն բարեկամն ինչ անի ստոպ, էսի ստոպը, էսի ստոպը։ Մի հատ կարամ նորից նայ։ Դավայ, դավայ։ Մտել արա էլի ախպերս որ խնդրեմ։ Վայ։ Կանգնի։ Սուլումա ձերքը բարձրացնում է վերև։ Տաքսիա Ասում եմ կաննասում։ Յակոհոմանիա։ Տաքսիկ։ Ահա, այն ավտոբուսն է կայնացնում, որ գոլերի դեմը կային։ Հա, բարև, հա, գակ ջան։ Դες 100% ախպեր։ Եզրային մրցավարներին է բարևում էլ։ Սա խաղից դուրսի նշանն է։ Offside։ Հա, ուրեմն խաղից դուրսը։ Արիշը բացատրենք։ Ասա offside ինչ։ Offside-ը պենալ։ Ճիշտ է, շարունակում ենք։ Վայ, շատ լավ է։ Offside-ը պենալ։ Ու վստահ ես կասկածեցի, կարող է իրոք պենալն է ասել։ Սինք հավատալ։ Չէ, պենալը չէ, մի րոպե, ուգլավը ինչ է։ Հա, որ խաղից դուրս է։ Մի հոգին սաղից առաջ է, էլի, որ այն մյուս թիմից։ Իրանց թիմից էս կոմը առաջ է եկել։ Հակառակորդի հարձակվողը պաշտպաններից առաջ է ուղղակի։ Փոխացման պահին ապրես։ Հասկացա։ Բայց դու ասա պենալ։ Քո համար պենալ է։ Թողման մի բառով լինի Այս պենալ։ մեկը ինչ։ Այս ինչ անցանակում։ Պրոստը քայլում անգեր։ Դու գանային։ Չէ, սպասի, միջև վերջ նայ, միջև վերջ նայ։ Չէ, ես հրա offside-ն եմ։ Միջև վերջը նայ։ Ես գիտեմ։ Offside-ը մոռացի նայ։ Ասում եմ պրիվետ։ Ահա, եկավ, նայ։ Привет, привет։ Չէ, էսի շատ է։ Пока, пока։ Ահա։ Օպա։ Ասма գնդակը կլորա։ Ինչ ասում։ Ոչ, ասում եմ խառնվեք կամ բաժանեմ։ Խառնել ասma կռիվա հետ։ Արդյոք գամ բաշանը։ Գամ բաժան։ Հա, այն պիտուշին բերում են։ Ապրես։ Պիտուշին են բերում։ Պիտուշին են բերում։ Պիտուշին, պիտուշ out։ Եվ վերջինը Եվ վերջինը։ Էսի կարմիր կարտ։ Չէ, հաշիվն է ուզում։ Հաշիվ։ Կարմիր քարտը կտեսնեի, կարմիր մեծ հաշիվ է ուզում։ Շատ մեծ հաշիվ։ Շահատով են եկել։ Սաղից երկու չմենին է բաղում։ Ծնունդա բանը։ Առաքուսի է ցույց տալիս։ Հա, ի՞նչ է ցույց տալիս։ Կարմիր քարտ ասա։
Բա ի՞նչ է։ Իմ մեծոտ Հանի ցույց կտա։ ինչով են նայում մեծոտ։ Տելևիզոր Կարմիր դեղին ու տափած։ Ինչ է, որ ինչ։ Ինչ կա։ Տելևիզոր ասես, տալը ասում թարգեք գնանք տելևիզորով նայենք այս խաղը։ Կեսից։ Հոգնում Զուրիկ ա։ ստադիոնը կե տելևիզորով պետք է նայել։ Ապա անձրև ասում, տելևիզորով ենք շարունակում։ Տելևիզոր նայելու Տելևիզոր ֆակտ։ Իրոք հերոստացույց է ցույց Ճիշտ է տալիս։ ասում, տելևիզոր։ Հա, երևի Մոնիտորը։ հերոստացույցը այդ որ ընդհանուր ստադիոններում միացած լինում, չէ՞ ինչ որ բան է, կամ անջատվել է, ասում ուշադիր եղեք միացրեք։ Բայց Ապա դե ուշադիր եք խոսքի։ բայց այնտեղ ինչը որ նայեն, որ ինչը նայեն, էդի։ Որ մի բան է կա։ Հաշիվը։ Հա, կրկնությունը։ Ահա, շատ մոտիկ է։ Այդ որ բանը էլի։ Ինչ որ էպիզոդի։ Էպիզոդ։ Հա, այդ որ օրինակ գոլը եղավ, մի հատ նախ ցույց են տալիս մոտիկից, մի հատ բանը։ Ինչ է ուզում։ Կրկնություն, որ նայ տենա հաստատ, ասենք ոչ մի խախտում չի եղել։ Ապրես, ապրես։ Որ տենան խախտում չի եղել։ Օրինակ այն մեկը որ ընկավ, հո դիտմամբ չգցեց։ Ահա, ճիշտ ես, պատասխան։ Այսօր երկու համ կանոնա փոխե մագան, համ սաղ չոկեց ես։ Մակ դու այսօր վայց պիտի ֆուտբոլ Խզարել ես ասել։ այսօր դու, խզարել ես մագա ջան։ Դե հիմա այսքան բան Զանգերում հաշիվը հարցնեմ։ գիտես, լսի, հիմա որ այսքանը հասկանում եմ, արդեն հաճելի էլ կլինի նայել։ Ապրես։ Բայց որ չգիտե ես ինչա։ Ահա, հիմա կհասկանաս, որ Առանց սրա ինչ էր, չէ՞, ասա որ ինչ Հա, էր։ մենակ հիմա որ մեկնաբանը ասի խաղից դուրս իրավիճակ է, օֆսայդ է, կասես բախի պենալ չեն դնում։ Օֆսայդում ես խորոշ Փոխի պենալ չի։ Էսին դեմ էլ չդնեք։ Գոնե պենալ դրեք։ Էսի գետ, հա, այնտեղ։ Ֆուտբոլիստի մրցույթը։ Okay։ ով հաղթեց գալի Հայաստանի հավաքական։ Տենց են ընդունում։ Ֆուտբոլիստի մրցույթ։ Տենց է կրիտերիաները, էլի։ Բարի է։ Ֆուտբոլիստի մրցույթն է։ Դա շատ ընդդեմ։ Ավանդաբար նաև ունենք վերջում մրցույթ մեր սիրելի հետևորդների համար, ֆուտբոլիստ խանութ սրա հետ համատեղ։ Նշեք, թե 1/16-րդ եզրափակչում որ թիմը ձեզ տպավորեց ամենից շատ։ Գրեք թիմի անունը։ Երեք թիմի անունը պարզապես YouTube-յան մեկնաբանություններում եւ պատահականության սկզբունքով ընտրված հաղթողը ֆուտբոլիստ խանութ սրայի կողմից Գեղեցիկ նվեր։ Այո, Մաշտոցի 7 դրոփինգ հասցեմ կստանա իր սիրելի թիմի խաղաշապիկը։ Եղեք ակտիվ։ Ամենահաճելի ժամն է, ամենահաճելի պահն է։ Կարելի է։ Մենք մեր տան մեր հովանավորների կողմից ունենք գեղեցիկ նվերներ։ Մագա ջան, նախ կրկին շնորհակալ ենք, որ եկար եւ ոչ միայն մենք ենք շնորհակալություն հայտնում մեր գործընկեր VS Mobile-ի կողմից ունես նվեր, կարող ես բացել եւ ցույց տալ ֆուտբոլասերներին, թե ինչ է ստացել։ 127։ Չէ, iPhone չէ, բայց smartwatch է։ Եթե այդպիսի բան օգտագործում ես, օրինակ սպորտով զբաղվում ես, գիտեմ։ Դե ոնց է չլինի։ Դե դերում ես ստորիներում։ Չէ։ Տրենաժորնի չես գնում, զա։ Ես Այ հարամեցի, ասես ոչ միտեղ չեմ գնում։ բայց ես Բայց քայլում ես, գոնե չէ։ Հա, փորձում եմ շատ քայլել։ Դա ես վերջերս ինքը ցույց է տալիս։ Այո, ինքն ցույց է տալիս։ Այո, այո։ Մենակ է Դե քայլես եւ Ինձ էսպես չես ասեմ, վազում իրանով, այսինքն։ Նույնիսկ ժամը կարող ես նայել։ Եկեք չմոռանանք, որ ժամացույց է վերջի վերջո։ ինձ էսպես ասեմ, միայն սա էր պակասում, որ ես գնամ ջիմ։ Լուրջ։ Օ, ինչ հետաքրքիր բան ստացվեց։ Չէ, Դու հիմա չէ, կգնաս։ շատ շնորհակալ եմ։ Ես ժամանակ ունենամ կգնամ անպայման, շատ շնորհակալ եմ, թե տեսնեն մեր սիրելի հեռուստադիտողները, YouTube-յան դիտողներն ու հետևորդները։ Այո, VS Mobile-ի կողմից այդ նվերն է ստանում։ Սա էլ մի փոքր այլ ֆորմատի, արդեն դա տակառի կողմից փրփրունգիներ, երբ որ մարզվես, այդքան մարզվես, կգաս վերջում օրվա վերջ հոգնած կլինես եւ մենք գիտենք, որ դու խմել սիրում ես։ Եվ դու խմել սիրում ես։ Ալկոհոլը մարզվելու հետ կապեցիր, բայց դու բրավո։ Պետք է կապել, հոգնած կլինես եւ վերջում գաս փրփրուն գինիները տակառի մեր Armenia Wine-ի կողմից։ Որովհետեւ ամեն օրը տոն է։ Շնորհակալ եմ։ Այսքանով սիրելի ֆուտբոլասերներ ավարտում են Corner Mundial-ի թվով 3-րդ թողարկումը մեր հյուրներ Մագա Հարությունյանը ներկայացնելու կարիք կարծում եմ չկա, դրանով ամեն ինչ ասվեց։ Շնորհակալ ենք, որ եկար Մագա ջան, հետաքրքիր եթերի եւ բացահայտումների համար։ Դուք էլ շարունակեք հետևել մեզ եւ ակտիվ եղեք այս հաղորդման շրջանակում լայքերի եւ մեկնաբանությունների տեսքով։ Կհանդիպենք շատ շուտով։